Եռաբլուր Պանթեոնում այսօր շատ են մարդիկ, ծաղիկները, ուրախության ու տխրության արդյունքները։ Այստեղ ննջողների շիրմաքարերին ծաղիկները մայիսի 9-ին սովորականից շատ են դրվում։ Մարտական անունները սովորականից հաճախ են հնչում։ Միանշանակ տոն է։ Ես հիմա որ խոսում եմ, արտահայտվում եմ, ամբողջ ներքինով ուղղելով հասնում եմ այն սարեր ձորերը։ Մինչև Օմարի գագաթնակետ հասել ենք։ 1993-ից 94 թվականներին կամավոր քարվաճառ մեկնած Կարապետ Տեր-Պետրոսյանն այսօր Եռաբլուր է եկել իր որդու Սամվելի հետ, ով իր փոքրիկ ձեռքերով հորից վերցնում էր կարմիր վարդերը, դնում հոր մարտական ընկերների, հերոսների շիրիմներին ու հանում գլխարկը՝ ի նշան հարգանքի։ Իբրև հայ մարդ, մտածել եմ, որ հանկարծ երեխա ունենամ ժամանակից, ասենք, հետո պատերազմի բան եւ այլն, որ տղաս մեծանա հարց տա, պապ կամ հայրիկ, մասնակցել ես դու ես պատերազմին կամ ինչ-որ մի քուլումաններ ես դրել, հանուն մենակ դրա համար, իհարկե առանձնատու մի հոգու պարկը կատարելու համար եւ այդ պատասխանի համար ես մեկնել եմ կամավոր մասնակցել, ընդամենը, որ այդ հարցին ես կարողանամ ճշմարիտ ճիշտ պատասխանել։ Ներկաներն ասում են, Եռաբլուր Պանթեոնն էլ է հաղթանակի այգու պես մի վայր, որտեղ այսօր տխրությունն ու ուրախությունը քայլում են կողք կողքի։ Հաղթելով առաջ ենք անցել, բայց տխուրը հենց մենակ նրա համար է, որ այսօր սպարապետը չկա։ Տխուրը նրա համար է, որ բավականին չեմ կարող թվարկել, որ բավականին լավ եղբայրներ են կորցրել, իրոք ազգի զավակներ, բառից բուն իմաստով, որը այսօր իրանց կարիքը բավականին կա։ Այս ճշմարտությունը մեկ անգամ եւս հաղթարելու եւ արձագանքելու։ Այսօր Եռաբլուր շատերն էին իրենց երեխաների, թոռների հետ եկել։ Կարապետ Տեր-Պետրոսյանն ասում է, ինքն իր որդուն պատմում է պատերազմի հաղթանակի մասին, բացատրում, թե ինչ են իրենք այստեղ անում։ Իրոք այս պատերազմը, այս հաղթանակը ինչի համար է եղել։ Դա է կարևորը, որ սերունդ շարունակվի։ Հանկարծ նորից փորձեն, ասենք, սխալներ թույլ տան նրանք, որ ասենք ընդհանուր կային այդ ժամանակահատվածը։ Մոնթեի շիրիմի մոտ հանդիպեցինք երկու երիտասարդ աղջիկների։ Սաթենիկ, ով 17 տարեկան է, Մոնթեի մասին միայն լսել է։ Այսօր էլ եկել է իր շնորհակալությունն ու հարգանքի տուրքը մատուցելու այն մարդուն, ով ազատ agrել է իր հայրենիքը։ Ուղղակի ես Արցախի Մարտինաշրջանից եմ, ինքն էլ դե Մարտինաշրջանի ղեկավարն է եղել, տենց մի ուրիշ ձևի հարազատություն կա հենց Իրանի այդ մոմենտ, իր հերոսի։ Չգիտեմ, եթե ինքը չլիներ, կասկածում եմ, որ իմ շրջանը հիմա կլինեին իմ ծնողները եւ այլն, ճիշտ է, էլի կռվողներ եղել են իմ հարազատները, հայրիկս եւ այլն, բայց ղեկավարը շտիկի պետք ու ինքը լիդեր էր էլի բնավորությամբ։ Սաղ իր մասին պատմություններ էին պատմում, ահա որ հաճելի էր, որ ինքը ինչքան հասարակ ու ինչքան նոր ինքերս էի պատմում, որ ինքը ինչքան էր շքեղության հետևից կյանքում չէր ընկնում, ամենահասարակ մարդն էր։